Էլիզ ինչ ես անում ստեղ։ Նորո խնդրում եմ, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Կբացատրես, բա ինչ պետք է անես, պետք է բացատրես։ Կբացատրես, թե դու ոնց ես հայտնվել սրանց տուն։ Ինչի համար։ Կբացատրես, որ ես քեզ ասեմ, թե դու ինչ ես անում։ Ու ես հասկանամ, թե ես ինչ եմ անում։ Եթե միջև հիմա ես ինձ զսպում էի քո ու Ալինայի համար, հիմա այդ էլ չեմ կարող անեմ, որովհետև ինձ էլ ներքաշեցիր այս պատմության մեջ։ Հիմա ինձ ամեն ինչ նորմալ բացատրի։ Կամ էլ ես ու դու գնում ենք դրանց տուն։ Չէ, պետք չի ներս գնանք։ Խնդրում եմ, այստեղից գնանք, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, Նորո։ Դու չես հասկանում, ես ինձ զորով եմ պահում, որ քեզ տեղ չսատկացնեմ։ Ես ո՞նց ես դու իմ գլխից տրել, աղջիկ ջան։ Նորո, խնդրում եմ, հանգիստ թող ինձ։ Մի խոսա իմ հետ, տենց հանգստացի, ասում կբացատրեմ։ Դու հիմա մտքերդ հավաքի, որ հասնենք տեղ ինձ նորմալ բացատրես։ Ու աղոթի, որ ես քեզ ճանապարհին չսատկացնեմ, որովհետև ես զորով եմ ինձ զսպում։ Հիմա առաջ ենք։ Ես Նորոյի հետ դուրս եմ գալու։ Լավ։ Ուղղակի դուրս չէի գալիս, որ Էլիզին չտեսնեմ։ Կներես, մոռացել էի, որ քեզ դուր չի գալիս։ Նորը զգում ես, որ ցավացնում ես։ Լուրջ։ Հա, լուրջ, կարաս քեզ գազանի նման չպահես, կարաս քեզ ներս չպայես, որ վախենամ, Նորո։ Դու որ վախեցող պտուղ լնեիր, աղջիկ ջան, գլխիցս չէի թռնի։ Ոչ էլ ինձ այս օրը կհասներ, ոչ էլ քեզ կյանքում թույլ կտայր մտնել այդ տուն։ Դու չես հասկանում, ես չէի կարող ապրել։ Ես չէի կարող հանգիստ ապրել, Նորո, չէի կարողանում մոռանալ։ Դու ոչ թե չէիր կարողանում, այլ չէիր ուզում։ Ես քեզ ոնց բացատրեմ, աղջիկ ջան, որ հասկանաս, որ այդ պատմության հետ կապված ինչքան արշակն է մեղավոր։ Այդքան էլ մաման։ Ոնց մստեմ այս չեղած ուղեղդ, որ հասկանաս, որ դու ոչ մի բան չես կարողանալու փոխես, որ անցյալը չես կարողանալու փոխես, մեր կորցրածը չես կարողանալու հետ բերես, չես հասկանում այդքան բանը։ Ինչ ա եղել մտքիդ այսքան ժամանակ։ Ոնց ես քեզ պահել այդ տանը, ինչ ես արել։ Ես ընդամենը մի բանի համար եմ գնացել այդ տուն, Նորո։ Ես գնացել էի, որ ճշմարտությունը իմանայի։ Ես գնացել էի, որ իմանայի մամաս ոնց է մահացել։ Սկսվեց։ Հա դե իհարկե։ Քեզ ավելի հեշտ կլիներ, չէ՞, որ ես մտածեի, որ մաման ծննդաբերության ժամանակ է մահացել։ Տենց անելիք չէիր ունենա։ Տենց կկարողանայիր Արշակի ու մամայի մեղքերը հավասարացնել, չէ՞ Նոր։ Ու քեզ խնդիրներից հեռու կպահեիր։ Դու քեզ ոնց ես թույլ տալիս ինձ տենց բան ասես, հա։ Ես ճիշտն եմ ասում, Նորո։ Ես արել եմ այն, ինչ դու պիտի անեիր։ Ես քո փոխարեն եմ արել այդ քայլը, Նորո։ Դու ինձ հիմա մեղադրում ես մի հարցի շուրջ, ինչը որ երկուսիս էր վերաբերվում։ Մեր ցավը նույնն էր, Նորո։ Մենք նույն մայրն ենք ունեցել, հա, բայց դու չես կարող ինձ ստիպես, որ ես սքամ նենց, ոնց դու ես սքում։ Դու չես կարող ինձ ստիպես, Նորո։ Չես կարող ստիպես, որ ես ամեն ինչ ընդունեմ նենց, ոնց դու ես ընդունում, Նորո։ Էս այն հարցը չի, որ ստիպելով դու քո ուզածին հասնես։ Չէ, դու զգում ես, որ չափերդ լրիվ անցել ես, աղջիկ ջան։ Իսկ դու զգում ես, որ շատ ես փոխվել։ Թե Մագդան արդեն քո համար նենց կարևոր է, որ թքած ունես անցյալի վրա։
Նորո, եթե հարմար չի հանդիպենք, ասա գոնե այդքան չսպասեմ։ Կամ չգիտեմ, գոնե զանգերիս պատասխանի, մտքովս հազար հատ բան անցավ։ Չէ, դու ոնց որ չես հասկանում, ինչա կատարվում։ Ես քեզ տեղ չեմ բերել, որ ես բացատրություն տամ։ Դու ինձ պետք է ամեն ինչ բացատրես։ Նորո ես գնացել էի այդ տուն, որ մամայիս մահվան պատճառ էին ունել։ Գնացել էի, որովհետև չէի հավատում այդ Արշակին։ Իմ մաման զանգել էր ու ասում էր, որ ուզում է գա, բայց չեկավ մաման Նորո։ Ինչի չեկավ։ Ես չեմ կարող այս հարցերի պատասխանները առանց ստանալու շարունակեմ ապրել, հասկանում ես։ Չեմ կարա Նորո, չի ստացվում։ Ես այսքան ժամանակ չեմ ապրել, որովհետև չեմ ունեցել այս հարցերի պատասխանները։ Հա չեմ հերքի։ Ուզեցել եմ վատություն անեմ։ Հա ուզեցել եմ ցավացնեմ, բայց իմ գերնպատակը այդ չի եղել Նորո։ Իմ գերնպատակը եղել է իմ մամայի մահվան պատճառը իմանալը։ Իմացար։ Չէ, չիմացա։ Չիմացա, բայց այդ չի նշանակում, որ հանգիստ նստելու եմ։ Էլիս հիմա ուշադիր լսի, թե ես քեզ ինչ եմ ասում։ Եթե ես մի անգամ էլ տեսա, որ դու Արշակի շուրջը պատտվում ես, վերջդ լավ չի լինելու, հասկացար։ Դե հա։ Ես կզարմանայի, որ դու ասեիր Էլիս ջան։ Գնա տանը նստի հանգիստ։ Ես կիմանամ այդ մարդը կապ ունի մեր մամայի մահվան հետ, թե չէ։ Էլիս, եթե ես սկսեմ քո նման մտածել, ես մարդասպան կդառնամ։ Հասկանում ես այդքան բանը։ Իսկ ես դրան էլ էի պատրաստ։ Դու լրիվ ես սնդել, աղջիկ ջան։ Դու հասկանում ես մենք հիմա ինչ պատմության մեջ ենք։ Դու մտածում ես Արշակը, որ այդքան միամիտ մարդա չի հասկանալու, որ խաղեր ես տալիս, հա։ Արշակից ես վախենում։ Էլիս դու հասկանում ես ինչ ես խոսում։ Մի հատ հավաքի քեզ, ես զորով եմ ստիպում, որ մի հատ Խփի Նորո։ Հա, եթե կհանգստանաս, եթե սիրտդ կհովանա, խփի։ Մի ստիպի ինձ, որ ես ափերից դուրս գամ, մի ստիպի։ Աղջիկ ջան, մի հատ հավաքի քեզ։ Բոլորի մոտ խայտարակ արեցիր։ Նենց ես արել, որ բոլորը մեր անցյալն են քննարկում։ Մեր անցյալի մասին են խոսում։ Գոնե թող, որ այդ երեխեն լավ մանկություն տենա, չտենա այն ինչ, որ մենք ենք տեսել։ Ես թքած ունեմ այդ քո ասած բոլորի վրա։ Ու գիտես ինչի։ Որովհետև իրանք չեն զգացել են ինչ, որ ես եմ զգացել Նորո։ Հա, ես սխալ էի։ Հա, պիտի չխաբեի քեզ։ Բայց եթե ես իմանայի Նոր, որ դու իմ կողքը կկանգնես։ Եթե ես իմանայի, որ դու կասեիր Էլիս, ես քո կողքը կանգնած եմ, որ կօգներ ինձ, ես քեզ ճիշտը կասեի Նորո, հասկանում ես։ Իսկ դու քեզ նենց անտարբեր ես պահում, որ ինձ թվում է դու ոչ թե չես հավատում, ինձ էլ չես ուզում հավատաս Նորո։ Ես այդ տուն չեմ մտել, որ վրեժ լուծեմ, հա։ Ես չէի ուզում հետ բերեի իմ մանկությունը։ Ես չէի ուզում հետ բերեի այդ ջերմությունը, որը որ չեմ ստացել, որովհետև գիտեմ, որ չեմ կարա հետ բերեմ այդ ամեն ինչը։ Բայց ես նույն կերպ չեմ կարա վերաբերվեմ իմ մոր մահվանը, հասկանում ես, որովհետև խիղճս տանջում է։ Հասկանում ես Նոր։ Իմ խիղճը տանջում է ինձ։ Իսկ դու մտածի Նորո։ Ինչ կանես, եթե մենք ոչ մի բան չանենք ու իմանանք, որ մամայի սպանել են, որովհետև ես զգացել եմ։ Ես զգացել եմ, որ այդ բարի մարդու դիմակի տակ հրեշ է թաքնված։ Ես տեսել եմ Նորո ինքը ոնց է նայում մեղավոր աչքերով իմ մամայի նկարին։ Դու հիմա կարաս շարունակես իմ վրա գոռալ Նորո։ Կարաս մեղադրես։ Կարաս չզսպես քեզ։ Բայց ես մինչև ճշմարտությունը չիմանամ, չեմ կարա հանգիստ ապրեմ, հասկանում ես Նոր։ Չի ստացվի իմ մոտ։ Քո խնդիրը այն է, որ ուզում ես ապացույցներ ունենաս։ Ու կապ չունի ինչ գնով, հա։ Այդ է քո ուզածը Էլիս։
Դուրս ես գալի արդեն։ Երևի էլ չէ։ Այսինքն։ Դե նորոն ասեց պատրաստվեմ, որ դուրս գանք, կենել հիմա զանգերից չի պատասխանում։ Կարողա զբաղված է։ Էդ ինչով է զբաղված, որ զանգերից չի պատասխանում։ Դուք աղջիկներդ միանգամից վատին եք տրամադրվում։ Հեչ հասկանալ չունեք։ Որովհետև առաջին անգամ է նորոն սենց բան անում։ Կարող է ինչ-որ բան ա եղել։ Մագդա, եթե տղեն քո զանգերին չի պատասխանում, այդ չի նշանակում, որ ինչ-որ բան ա եղել։ Կարող է զբաղված է կամ նենց տեղա, որ հարմար չի պատասխանել։ Չհասկացա։ Էդ ինչ տեղ պետքա գնացած լինի, որ զանգերից չպատասխանի։ Միանգամից վատնա, չէ մտքովդ անցնում։ Կարող է ընկերների հետ է։ Իդեպ, ես այսօր տանն եմ լինելու, որ հանդիպեք, հետո եկեք մեր տուն։ Լուրջ։ Շատ լավ է։ Կհասկանաս նորոն ինչ լավ տղա է։ Մագդա, առուն թռի նոր ասա հոբ։ Արջևում քնություններ ունի տալու այդ տղեն։ Հետո կտեսնենք, թե ինչքանով է լավ տղա։ Նորո ես ընդհանրապես ուզում եմ, որ դու իմ կողքը լինես։ Ես ուզում եմ, որ դու ինձ պաշտպանես։ Մաման ուզում էր գար։ Ուզում էր նորո։ Սուս մնա ինձ։ Սուս մնա ու լսի ինձ ուշադիր ու ականջի տողար։ Այսօրվանից հետո հերրու ես մնում համ Արշակից, համ Մագդայից, պարզ է։ Սիրում ես այդ աղջկան։ Ասա նորո։ Սիրում ես, Էդոն ասել է արդեն։ Ինչի չես խոսում։ Ես չեմ ուզում այդ հարցիդ պատասխանել։ Չէ, ես չեմ հավատում։ Դու չես կարա մոռանաս մեր անցյալը նորո։ Չես կարա։ Այդ կնշանակի, որ դու խաբել ես համ ինձ, համ Ալինային։ Այդ կնշանակի, որ դու քո եսը ավելի ես գերադասել։ Դու ոչ մի բան չես ասում։ Հա, ոչ մի բան չես ասում, բայց ես գիտեմ։ Գիտեմ, որ դու իմ հետ համամիտ ես նորո։ Դու չես կարա սիրես Մագդային։ Մագդան մեր թշնամու քուրն է, հասկանում ես։ Իսկ թշնամու հետ բարեկամանալը այդ նույնն է, ինչ ինքդ քեզ կործանես։ Այդ նույնն է, ինչ ինքդ քեզ ծախես նորո։ Ինչ-որ շատ չես վերցրի քո վրա։ Չէ, դու լուրջ մտածում ես, ես այդքան բանը չեմ հասկանում, հա? Բայց խելքդ գլուխդ հավաքի։ Փաստորեն։ Փաստորեն ինչ։ Արևը մեր քուրն է։ Արևը շատ նման է մամային։ Բայց մեր քուրը չի։ Լավ սուս մնա արդեն։ Հերիք եղավ։ Էլ չեմ ուզում ավել հիասթափվեմ քեզանից։ Դու դիտմամբ ես չէ անում։ Դիտմամբ ես անում, որ ինձ վատ զգամ նոր։ Ես առանց դրա էլ շատ վատ եմ։ Ասեմ ուղարկում արի, հարմար չի, որ գամ հետևիցդ։
Ռոբ։ Ալին, ո՞նց ես։ Ռոբ, արդեն նեղվում եմ այս հարցից։ Ինձ լրիվ հիվանդի տեղ եք դրել։ Ուրիշ հարց չկա տալու։ Ինչի վատ է, որ ուշադրության կենտրոնում ես։ Ռոբ, կարող է լավա, որ ուշադրության կենտրոնում եմ լինում, բայց ոչ հիվանդի կարգավիճակից հասկանում ես։ Լավ, արի գնանք մի քիչ քայլենք։ Թե չի կարելի։ Ոնց չի կարելի, հազիվ նորմալ բան ես առաջարկում։ Դու սպասի ես գնամ փոխվեմ գամ, հա։ Բարև, Ռոբ։ Բարև։ Էլ ինչ լավ է եկար։ Ես ու Ռոբ ուզում ենք գնանք քայլենք, չես ջղայնանա, չէ՞ որ գնամ։ Ալինա, ինչ ուզում ես արա։ Էլ բան է։ Տրամադրություն չուներ երևի։ Երևաց։ Ուզում ես դու գնա մոտը։ Մի ուրիշ անգամ դուրս կգանք։ Չէ, Ռոբ, մեկը ինձ բան չի ասելու։ Ուֆ, դու սպասես տեղ ես գնամ փոխվեմ կամ գնանք էլի։ Գնա։ Չես կարոտել։ Չհասցրեցի։ Բայց հեռախոսով ուրիշ բան էիր ասում։ Մի անգամ ասել եմ, ինձ թվում է Երիկա։ Կարող է ամեն դեպքում գնամ։ Ոնց որ տրամադրություն չունես։ Գիտես, լավ նորություն ունեմ։ Այսօր Արշակը ասաց, որ կարանք հյուր գնանք։ Նոր ինչ-որ բան է եղել։ Զանգում էի, զանգերից չէիր պատասխանում։ Ձայնայինիցդ տպավորություն էր, որ ոչ թե հանդիպման ես կանչում, այլ կռիվ անելու։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան եղել է, դու քեզ նման չես։ Ծանր օր եմ ունեցել, երևի դրանից է։ Կիսվի համել տրամադրությունդ կբարձրանա։ Վստահ ես։ Հա, ես մարդ եմ, որ վատի մեջ էլ մեկ է, լավը տեսնում է։ Ես խոսք եմ տալիս, չեմ թողնի, որ տրամադրությունդ սենց վատ մնա։ Ռոմանտիկատ մի քիչ շատ է զգում ես։ Նորո ինչ է կատարվում։ Ինչ եկել եմ ինձ մենակ նեղացնում ես։ Բայց ինչ ասեցի, որ նեղանում ես։ Քեզ դու քո նման չես պահում, ոնց որ ջղայնացած լինես։ Չէ, նորմալ է։ Չէ, նորո ընդհանրապես նորմալ չի։ Դու իմ զանգերին չես պատասխանում։ Չգիտեմ, եթե դու չես ուզում աղբորս հետ ծանոթանաս։ Մտածում ես, որ շուտ է, կամ զգացմունքներիդ մեջ վստահ չես, ինձ ասա, ես կհասկանամ։ Բայց այս քո պահվածքը ընդհանրապես նորմալ չի։ Չէ, Մագդա, ասեցի, որ նորմալ է։ Ուղղակի տրամադրություն չունեմ։ Կարող է ինչ-որ բան ա եղել, կարելի է հասկանալ, չէ։ Դե կիսվի իմ հետ հասկանամ ինչ ա եղել։ Ասա, ես քեզ կօգնեմ։ Վստահ ես, որ կարաս օգնես։ Հա, վստահ եմ։ Չէ, այս այն թեման չի, որին որ պետք է դու խառնվես։ Ավելի լավ է արի մեր մասին խոսենք։ Մենք այսքան ժամանակ շփվում ենք, բայց դու ինձ նորմալ քո մասին չես պատմել։ Մենակ ասել ես այն, որ աղբորդ ու աղբորդ երեխու հետ ես ապրում, այդքան բան։ Իսկ դրանից հավեր ինչ ես ուզում իմանաս։
Վերջապես կասես ինչա կատարվում հետդ։ Ինչ եկել ես տուն հետդ մի բերան խոսալ չի լինում։ Տատի նորոն ամեն ինչ իմացել է։ Ինքը ամեն ինչ իմացել է։ Ոնց։ Գիտի ում մոտ ես աշխատում։ Հա, գիտի տատ։ Որտեղից է իմացել։ Ինչ կապ ունի որտեղից է իմացել, եթե իմացել է։ Լավ բան չեղավ։ Մենք ինչքան շատ պլաններ ունենք։ Տատի նորոն ահավոր ջղայնացած էր։ Ես մինչև իր հետ խոսացի կես մարդ դարձա, հասկանում ես։ Ինքը ինձ ասում էր, որ հիասթափվել է ինձնից։ Ես ես ինչ սխալ արեցի։ Համ ասում ես ջղայնացած է, համ էլ նեղանում ես։ Տաքացած է եղել, խոսացել է ոչինչ։ Տատ ես ոչ մի բան չհասցրեցի իմանամ։ Ես ոչ մի բան չարեցի, հասկանում ես։ Ոչ մի բան չիմացա, չհասկացա ինչա կատարվել այդ ընտանիքում։ Ես հիմա ո՞նց եմ ապրելու, հա։ Ես հիմա ինչ եմ անելու, տատի։ Կարևոր չի թե դու ինչ ես անելու։ Կարևորը հասկանանք, թե նորոն ինչ քայլեր է ձեռնարկելու իրականությունն իմանալուց հետո։ Ինձ անհանգիստ եմ։ Շատ անհանգիստ եմ, նորոն ախր տաքարյունը։ Շատ վատ է, որ իմացել է։ Մենակ թե չգնա դրանց տուն։ Դու չէիր ինձ ասում, որ գնամ այդ տուն, որ վատություն անեմ, որ իմանամ ոնց ա եղել ամեն ինչը, տատ։ Էլիս ջան, նորոն ուրիշ է։ Իր արած անդառնալի կլինի։ Իսկ ես գիտես իրան ինչ ասեցի։ Ասեցի, որ ինքը չի մտածում մեր մասին, որ ինքը ոչ մի բան չի ուզում անի, որ ես անում եմ այն, ինչ ինքը պիտի աներ։ Շատ վատ ես արել, շատ սխալ ես արել, դու քո աղբորը չգիտես։ Դե, ես քո մասին ուզում եմ ամեն ինչ իմանամ։ Համ դու ես ասում, որ պետք է իրար լավ ճանաչենք, իրար մասին ամեն ինչ իմանանք, բայց աղբորից հետ ոչ մի նորմալ բան չես պատմում։ Ես էլ ուզում եմ իմանամ ինչ է սիրում, ինչ չի սիրում։ Նոր կարող է լարվում ես։ Ահա որ։ Չէ, լարվելու կարիք չկա։ Իմ աղբերը շատ լավ մարդ է։ Ճիշտ է, ինքը շատ դաժան կյանք է տեսել, բայց այդ իրանից իր մարդկային արժեքները չի խլել։ Իսկ ինչ դաժան կյանքի մասին է խոսքը։ Նորո։ Չէ, սխալ մի հասկացի, ես հասկանում եմ, որ ինքը քեզ շատ դժվար է մեծացրել։ Դրա համար նաև հասկանում եմ, որ շատ առումներով իրար նման ենք։ Հենց դրա համար եմ հարցնում, ուզում եմ հասկանամ ինքն էլ զգացել այն ինչ որ ես։ Դե հա, ինձ դժվար է մեծացրել, բայց ոչ այդքան։ Ուղղակի տարբերություն քեզ արշակը մեծ է եղել, երբ որ մամաս ու պապաս մահացել են։ Աստորեն արշակը աղբորը տանում է։ Հա, ինչի չէի ասել։ Չէ, հենց այդ էի մտածում, որ այսքան ժամանակ խոսացել ենք, պատմել ես, բայց աղբորը տանունը չես ասել։ Հա, իրոք տարօրինակ է։ Տեսնում ես, որ ասում եմ, ես քո մասին շատ բան չգիտեմ, դու էլ զարմանում ես։ Դե եթե քեզ արշակի մարդ տեսակներ հետաքրքրում, արդեն ասեցի, բայց ես քեզ էլի է ասել, որ ինքը շատ բարի մարդ է։ Իսկ աղբերդ բացի արևից ուրիշ երեխա ունի։ Չէ, ինքը շատ ուշ է ամուսնացել։ Դե գիտես, որ կինը մահացել է։
դաժանը։ Շատ։ Իսկ Արշակի կինեը ինչից է մահացել։ Ինձ թվում է մենք մեր անձնականից խոսելու տեղը անցանք Արշակի անձնականին։ Տատի, ես արդեն խճճվել եմ։ Ես չգիտեմ ինչ անեմ, հասկանում ես։ Ես համ վախենում եմ, համ էլ շատ եմ ուզում ճշմարտությունը իմանամ։ Ես կխոսեմ Նորոյի հետ։ Այսքան տարի է անցել, բայց ես էլ քո պես չեմ հաշտվում այդ մտքի հետ։ Չեմ ներում այդ մարդուն տունս մտնելու համար։ Բայց ես կխոսեմ Նորոյի հետ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ երեխեսն այդ բան անի, որ ամբողջ կյանքում պատասխան տա դրա համար։ Ես գիտեմ, իմ տղան էլ մի բարի պտուղ չի։ Ես իր սխալներն էլ եմ ընդունում, ներում, հասկանում։ Բայց եթե Շուշանը մի քիչ զիջող լիներ, ձեր ընտանիքը հիմա կփրկվեր բալես։ Ու Շուշանին այդ մարդը թևեր տվեց։ Չէ, բայց դու Նորոյին ոչ մի բան մի ասա։ Եթե ինքը իմանա, որ դու իմացել ես այս ամեն ինչի մասին, կմտածի, որ երկուսով են կազմակերպել ու ավելի շատ կներվայնանա։ Բայց տենց ոնց կլինի։ Ոնց չասեմ, ոնց չխոսեմ հետը, տենց չի լինի։ Ես չգիտեմ ամեն ինչ ոնց այսքան խառնվեց իրար տատ։ Ես չգիտեմ։ Ես չգիտեմ ոնց Մագդան հայտնվեց Նորոյի կյանքում, չգիտեմ ոնց այդոն ծանոթ դուրս եկավ այդ մարդկանց։ Ես զզվում եմ այդ մարդկանցից, ես ատում եմ այդ մարդկանց, տատի։ Եթե չես ուզում պատմես, մի ասա, ես կհասկանամ։ Չէ, ոչ թե չեմ ուզում, այլ ուղղակի մտածում եմ, որ Ես ընդամենը մի բանի համար եմ գնացել այդ տուն, Նորո։ Ես գնացել էի, որ ճշմարտությունը իմանայի։ Ես գնացել էի, որ իմանայի մամաս ոնց է մահացել։ Նոր ինչ եղավ, նեղացար։ Չէ, ինչի համար։ Ես չեմ ուզում մտածես, որ քեզ չեմ վստահում։ Չէ, ես հասկանում եմ, որ շատ նեղ ընտանեկան հարց է ու կարող է նենց բան կա, որ դու չես կարող պատմես։ Չէ, Շուշանը ծննդաբերության ժամանակ է մահացել։ Բայց նենց չի, մինչև այդ իրա ու Արշակի հարաբերությունները իդեալական էին։ Այսինքն իրար լավ չեն հասկացել, հա։ Չէ, ոչ թե իրար լավ չեն հասկացել, այլ Նորո Շուշանը մինչև Արշակի հետ լինելը ամուսնացած է եղել։ 3 երեխա է ունեցել։ Արշակն ու Շուշանը իրար շատ էին սիրում, ուղղակի Շուշանի մտածմունքները խանգարում էին այդ իդեալական հարաբերություններին։ Բայց Արշակը այդ երեխեքի համար ամեն ինչ ուզում էր անել։ Արշակը անգամ իրանց Ամերիկա էր ուզում բերել, ուղղակի չստացվեց։ Ինչ մեծահոգի ախպեր ունես։ Տոնը թեկնական էր, թե ինձ թված։ Չէ, ուղղակի զարմանալի է, որ այս դարում տենց մարդիկ կա։ Շատերն են զարմանում Արշակի այս տեսակի վրա։ Անգամ ես եմ մեկ-մեկ զարմանում։ Իսկ Շուշանը բաժանված է եղել, որ ամուսնացել են։ Արի կլինի, ես այդ հարցին չպատասխանեմ։ Պարզ է։ Ինչն է պարզ։ Դե որ ուղիղ չես կարում ասես, ուրեմն բաժանված չեն եղել։ Եթե շատ հանգիստ կասել այդ մասին։ Ես մի բան գիտեմ։ Արշակը առանց Շուշանի կարծիքը հարցնելու երբեք ոչ մի բան չի արել։
Ես չեմ մեղադրում Արշակին, որովհետև Արշակ ուղակի փրկել է Շուշանին։ Շուշանը գազանների հետ էր ապրում, որ աղբերդ փրկել է, հա? Նորո ինչ է քո հետ կատարվում։ Դու անգամ իմ աղբորը չես ճանաչում, բայց չգիտեմ, քեզ նենց ես պահում, նենց ես խոսում։ Չէ, ոչ մի բան, Անիգել։ Ռոբ ապրես, որ եկար։ Չես պատկերացնի, ես մաքրոթի ինչքան էր ինձ պետք։ Մերոնք ուղղակի շատ խառն են։ Դե Էլիզա աշխատում է, Նորոն էլ։ Իսկ տատին այնքան վախեցած է, որ մտածում է ինձ քայլել է արգելված է։ Բայց քո հետ ամեն ինչ այնքան հեշտ է ստացվում։ Դե երևի այդ նրանից է, որ մենք իրար կես բառից հասկանում ենք։ Կամ էլ ինչ։ Ոչ մի բան մոռացի։ Իսկ դու գիտես, որ վատ սովորություն է խոսքը կիսատ թողնելը, Ռոբ։ Բայց շատ դեպքերում ճիշտ է։ Ավելի լավ է կիսատ թողես, քան սխալ տեղ սխալ բան խոսաս։ Այսինքն այն ինչ պատրաստվում է իր ասել, այս պահի համար չէր։ Ավելի հերիք հալին։ Հայ ինչ։ Հեչ։ Բայց կարող ասես։ Վայ։ Նորո ինչ եղավ, ինչի մի անգամից սենց փոխվեցիր։ Ոչ մի բան։ Ուղղակի շատ հուզիչ պատմություններ չդիմաց է։ Ձեռ ես առնում։ Ես ոնց ես խոսում։ Ոնց ուզում ես հասկացի։ Ես դու չես։ Ես իմ Նորոն չի։ Չէ, հենց ես Նորոն։ Ծանոթացի Նորոյի հետ։ Այն Նորոն ձևականություններ էլ չկա։ Ես Նորոյին կսիրես, հա? Ինչ ես խոսում, Նորո։ Քո հետ ինչա կատարվում, խնդրում եմ քեզ ինձ բացատրի։ Ես կհասկանամ, խնդրում եմ բացատրի, ասա քո հետ ինչա կատարվում, խնդրում եմ ես։ Ես էլ չեմ ուզում քո հետ հանդիպեմ։ Այսինքն ես էլ չեմ ուզում քո հետ հանդիպեմ, ինչ կար չհասկանալու։ Նորո, ինչ ես խոսում։